Շնորհակալություն, մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ եւ սիրելի քաղաքացիներ։ Նախ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր խմբակցությանը, որ այս քննարկումների առիթը ու առհասարակ այս ֆորմատը ստեղծել է, որ ազգային ժողովի առաջ հաշվետու են քննչական կոմիտեի նախագահ, հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը։ Սա շատ կարևոր բան է, եթե անկեղծ լիներ մեր ընդդիմությունը, առնվազն կարձանագրեր, որ քաղաքական մեծամասնությունը թափանցիկության առումով ու հաշվետվողականության առումով մի քայլ առաջ է արել։ Պարոն Խաչատրյան, ես հարց չեմ տվել, բայց հա, շատ լավ։ Ամեն դեպքում, օրինակ, դուք էլ կարայիք նման բան անեիք, չնայած չէ, բոլորս էլ գիտենք, որ դուք ձեր իշխանության ժամանակ չէիք կարա նման բան անեիք, որովհետև ես պատկերացնում եմ, թե ինչ տեղի կունենար, օրինակ, եթե ձեր իշխանության ժամանակ քննչական կոմիտեի նախագահը անկախ իր անձից էլի գար այստեղ այս ամբիոնի մոտ կանգներ, ինչ հարցեր կտրվեին ու ինչ խայտառակ տեսարաններ մենք կունենայինք որպես այդպիսին։ Ինչևէ, երբ որ փոխվում էր խորհրդարանական նոր սահմանադրություններ գրվում, այդտեղ առհասարակ նոր օրենքներում կարող եք փոփոխություններ անել միջև բուն խորհրդարանականի անցումը, բայց չեք արել բոլորիս հասկանալի պատճառներով։ Ինչևէ, պարոն Խաչատրյան, ասում եք Պողոս Պողոսյանի սպանությունը խի չեք բացահայտում։ Ես ուզում եմ մեր քաղաքացիներին հիշեցնել ինչա տեղի ունեցել Պողոս Պողոսյանի սպանության դեպքով։ Պողոս Պողոսյանը ըստ հրապարակումների ըստ ամեն ինչի սրճարանում տեսել է Ռոբերտ Քոչարյանին, ասել է «Պրիվետ Ռոբ», դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները տարել են զուգարան եւ սկսել են ծեծել Պողոս Պողոսյանին։ Պողոս Պողոսյանը մահացել է։ Ըստ դատաբժշկական փորձաքննության մահացել է սրտի կանգից։ Այսինքն մարդուն տարել են զուգարան, սկսել են ծեծել ձեր կուսակցական ընկերոջը Պողոս Պողոսյանին, Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները, ձեր առաջնորդի թիկնապահները։ Մարդը մահացել է ու դատաբժշկական փորձաքննություն եղավ, որ մարդը մահացել է ոչ թե ծեծից, այլ սրտի կանգից։ Ուղղակի զարմանալի զուգադիպությամբ իր ծեծվելու ընթացքում սիրտը կանգնել է։ Ոնց որ ծեծողները այդքան է մեղավոր չեն, էլի սիրտն է կանգնել։ Պետք է պալյուբոմոլներ ուղղակի համընկավ այդ պահին իրան ծեծում էին զուգարանում։ Հիմա ասում եք խի չեք բացահայտում, ուզում եմ հասկանալ, ինչը պետք է բացահայտեն այսքան տարի հետո։ Ոնց պետք է դա բացահայտեն։ Գործը ոնց ուզում եք վերաբացեք, պարոն Խաչատրյան, կա օբյեկտիվ իրականություն, ակնհայտ է, որ նոր դատաբժշկական փորձաքննություն կատարելը ֆիզիկապես անհնար է ուղղակի։ Ու գրեթե անհնար է այդ գործը նորմալ բացահայտելը։ Միջև եթե իհարկե այդ ծեծողներից մեկը չասի, հա, այնքան գլուխը տվեցին գետնին, որ մահացավ։ Շատ դժվար է։ Հաջորդը, ասում եք, բա անմեղության կանխավարկածը հարգենք։ Էդ ում անմեղության կանխավարկածը հարգենք։ Ռոբերտ Քոչարյանը, որ համաձայնել է իր գործը ոչ արդարացնող հիմքով կարճել։ Էդ ինչ անմեղության կանխավարկած կա տեղ։ Այդտեղ անմեղության կանխավարկած կներեք, բայց չկա։ Չի կարա տեղ անմեղության կանխավարկածը լինի։ Այդտեղ հենց դա ավելի շատ մեղավորության կանխավարկած է, պարոն Խաչատրյան։ Ոնց չկա։ Դա մեղավորության կանխավարկած է, եթե մարդը համաձայնում է իր մասնակցությամբ գործը ոչ արդարացնող հիմքով կարճել։ Կներեք, հազար ներողություն։ Ասում եք կոռուպցիա ենք բացահայտում, էս ենք անում, կոռուպցիայից ենք խոսում։ Անհասցեական են ձեր մեղադրանքները։ Ի՞նչն է անհասցեական։ Ի՞նչն է անհասցեական։ Դրանից ավելի հասցեական չի լինի։ Այդ ապօրինի գույքերը, այդ կոռուպցիայի դրսևորումները մեր քաղաքացիները մենք էլ իրանց հետ ներառյալ, ասած անկիր գիտենք, ասած ուրվագծով կարան շենքի նախագծով կարան ասեն, որ տունը ումն է։ Իհարկե կարաք մեզ մեղադրեք, ասեք, բախի չէիք բան անում, բայց 7 տարի ախի չեք կլնում, ինչի դեպ շատ արդարացի պնդում է, բայց ամենօրյա ռեժիմով այդ գործերը արդեն կան։ Ու դա արդեն անշրջելի է։ Ամենօրյա ռեժիմով հակակոռուպցիոն դատարանը վճիռներ է կայացնում ապօրինի գույքի բռնականացման։ Ամենօրյա ռեժիմով։ Ու սա այլևս անդառնալի է ձեր համար։ Քանի որ ձեր վերջին փորձը ապօրինի գույքը պահելու, ձեր վերջին մարտը հանուն ապօրինի գույքի սահմանադրական դատարանում դուք ուղղակի տանուլ տվեցիք։ Դա կարելի է ասել ձեր Վաթերլոն էր։ Հարգելի գործընկերներ, ես վստահեցնում եմ ձեզ, որ ու այդ Վաթերլոյի հետևանքները դուք դեռ շատ երկար եք բան անելու, քաշելու, որովհետև սա անշրջելի process է։ Ինչով է կարևոր ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, որտեղ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը հնարավորություն է տալիս հետագա բոլոր իշխանություններին։ Բոլոր, հետո մեզնից հետո բնական ուրիշ իշխանություն առնեն։ Թող կան, ասեն Ալեքսանյան Վահագն։ Ինչ ունես դու։ Տենան, ինչ կա ապօրինի, ինչը չի համապատասխանում իմ օրինական եկամուտներին, ասեն դե դուրս տեղ, դուր պետության, հարգելի Ալեքսանյան Վահագն։
Ու ես դրանից ընդհանրապես չեմ քաշում, որտեղ ես ոչ կոռուպցիայի մեջ եմ թաթախված, ոչ հովանավորչության մեջ եմ թաթախված, ոչ ապօրինի եկամուտներ ունեմ, ոչ էլ ապօրինի գույք ունեմ։ Ընդհանրապես մտքովս չի անցնում այս օրենքի դեմ պայքարել, բայց ձեր մտքով անցել է։ Մտքով անցնելը ո՞րն է։ Ամբողջ խմբակցությունով դուք, Հայաստան խմբակցությունը, պատիվ ունեմ խմբակցությունը, չգիտեմ, ով է ձեր մոտ ամենաակտիվ կոռուպցիայից խոսացող պատգամ, օրինակ Աննա Գրիգորյանը, ստորագրել է, որ այո, պետքա չեղարկել ապօրինի գույքի բռնագանձման մասին, լո ժողովուրդ ջան, տենց չի լինում։ Տենց չի լինում ուղղակի։ Անհնար է տենց լինի ուղղակի։ Չես կարա դու ունես կոռուպցիայի դեմ պայքարող մարդ ու պայքարես, որպեսզի ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը ճանաչվի հակասահմանադրական։ Դու կոռուպցիայի դեմ չես պայքարում, դու հանուն կոռուպցիայի ես պայքարում ուրեմն։ Կամ հանուն կոռուպցիայի պտուղները վայելելու ես պայքարում ուրեմն։ Գրիգորյանն ասում է, ես երբեք հեկ չեմ ունեցել, ոչ էլ բան։ Հա, հեկ չի ունեցել, մի ՍՊ-ա ունեցել, որը ունեցել է հեկ կառուցել ու շինթույլտվություն, հետո այդ ծախել է այդ ընկերությունը, հեկ չի ունեցել։ Հա։ Արթուր Հովհաննիսյանն է որոշել է դատի տա։ Ես անձամբ այդ դատը մեծ հետաքրքրությամբ կդիտեմ, էլի, օրինակ, շատ հետաքրքիր։ Կամ հարգելի գործընկերներ, անորակ շինարարությունից կամ բանից այդ ոլորտում կոռուպցիայից է խոսում։ Հայաստանի Հանրապետության, եթե չեմ սխալվում, ամենամեծ շինարարական ընկերությունը ձեր առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի խնամու ընկերություն ԱԱԲ-ն է։ ԱԱԲ ընկերություն։ Հայաստանի ասֆալտների մեծ մասը իրանք են տենդերները շահում, ոչ ես եմ ուզում, որ իրանք շահեն, ոչ ուզում եմ, որ ուրիշ մեկը շահի, ես այդտեղ ուզելու բան չունեմ, մրցույթը դրվում է, գնում են շահում։ Եթե ձեզ թվում մեր աչքերը տենց խիստ ուռում է, որ Քոչարյանի խնամին տենց պետք է ինչ-որ տենդերներ շահի, չէ, ընդհանրապես չի ուռում, մենք անտարբեր ենք այդ հարցի նկատմամբ։ Բայց գնում շահում է, եթե կոռուպցիան է, դուք պատկերացնեք ձեր իշխանության ժամանակ ձեր քաղաքական թիվ 1 հակառակորդը կամ թիվ 2 հակառակորդը, չգիտեմ, այդ ձեր Սերժ Սարգսյանը, դուք իրար մեջ պարզեք էլի, ով է թիվ 1, ով թիվ 2-ը։ Թիվ 1 կամ թիվ 2 հակառակորդի խնամին բանը էր Հայաստանի թիվ 1 տենդերներ շահողալներ։ Էդ էլ հələ մի կողմ, լավ, ենթադրենք շահում է։ Այդ շահելուց հետո այդ որ գնում եք այդ շինարարություն, այդ ճկույթով ասֆալտ ստուգողները, որ գնում են, այդքան մի անգամ չեն գնում քոչարանական ընկերությունների շինարարությունները ստուգեն։ Ձևի համար էլի։ Ձև ես անկեղծ ուզում եմ հասկանամ, ասենք ես կոռուպցիայի դեմ պայքարող մարդ եմ, ինձ համարում, ես համարում եմ, որ իմ քաղաքական հավատամքը առհասարակ կոռուպցիայի դեմ պայքարն է, ես դրան հավատարիմ եմ եղել, հավատարիմ եմ ու հավատարիմ կմնամ։ Իմ համար ընդհանրապես տարբերություն չկա, ումա պատկանում այն ընկերությունը, որը խախտումով շինարարություն անում։ Լրիվ անկեղծ եմ ասում, ուզում եմ այս մասում նստած ինչ-որ մեկ այդ փոխկապակցված մեկինը լինի, ուզում եմ, չգիտեմ, իմ չնայած չունեմ այդպես բարեկամներ անկեղծ, որ ասեմ, ինձ հետ ուրիշ կերպ փոխկապակցված բարեկամ լինի, բայց չունեմ, նորից եմ ասում, այդպես մարդ, ուզում եմ ձերը, իմ համար մեկ է, բայց ձերը մեկ չի։ Շինարարության 70-80%-ը պատկանում է ձեր հետ փոխկապակցված մարդկանց, ձեր երկու խմբակցությունների հետ փոխկապակցված մարդկանց։ Բայց դուք զարմանալի զուգատիպությամբ գնում եք, փնտրում եք ձեր հետ ակտիվիստ, падգամավոր բան այդ սիմբիոզը։ Գնում գտնում են տենց ինչ-որ հազարից մի հատ ընկերություն, որ ինչ-որ մի կարողանում են ինչ-որ մի շրջանակում փոխկապակցեն, իդեպ ինչի համար շատ շնորհակալ եմ։ Մեր հետ կարողացող փոխկապակցող ընկերություն ասում, այսի բան է։ Այդ չեմ ջոկում, ուզում եք մենաշնոր ունենաք, հա, առհասարակ այս շինարարության ոլորտում ժողովուրդ ջան։ Այդ բանը կան, այդ անհագություն կա, հա, այդքան այդ ամեն ինչ մեջ, որ ուզում եք ԱԲ-ն ոչ թե ասենք, չգիտեմ, 60%-ը շահի տենդերներ, ուզում եք 100%-ը շահի, հա։ Էդ է ձեր քաղաքական նպատակը որպես այդպես։ Դուք հասկանում եք դուք ինչ եք անում։ Ես ընդհանրապես դեմ չեմ, եթե դուք նորմալ պայքարի կոռուպցիայի դեմ, բայց դուք դա նորմալ չեք անում ախր, հարգելի գործընկերներ։ Երբ որ ասում եք, որ ինչ է նշանակում, որ շինարարությունը չի ընդունվել, դա ինձ ինչ է տալի, ոչ մի բան չի տալի, ինձ ոչ մի բան չի տալի։ Հեն բանը, նույն ԱԱԲ-ն էլի Քոչարյանի խնամու ընկերությունն էլ տենդերը շահել էր Լոռու մարզում, Թումանյան համայնքում։ Քանի գյուղի ճանապարհ կար, որ պետքա կատարեր։ Ամիսներով չէր անում այդ աշխատանքը, տենդերը շահել էր, քանի ամիս չարեց։ 6 գյուղի ճանապարհ էր, քանի ամիս տևեց, որ միջև արեց։ Պարտավորությունները ստանձնած, մրցույթը շահած, Քոչարյանի խնամու ընկերություն։ Գնում ասում էին, ընկեր, խի՞ չես անում այս բան։ Դե խնդիր կա։ Մի քիչ խորացանք խնդիրը, որտեղ խնդիրներ 21 թվի ընտրություններն էին դեմը։ 21 թվի թիմ ընտրություններ դեմը։ Այդ էր խնդիրը։ Հիմա կոռուպցիա, որ ասում եք կոռուպցիան էս է նաև, էլի ժողովուրդ ջան, այս կոռուպցիա չի։ Ձեր առաջնորդի խնամին շահելա տենդերը շինարարություն անելու 6 գյուղի։ Ամիսներով չի արել, սա ժամկետներն անցել է, ունեց անցել, որ այդ արանքում ընկելա թիմ ընտրություններ։ 21-ին էր, չէ՞ Թումանյանի ընտրություններ։
Թումանյանի ընտրությունները 20։ Հարգելի գործընկերներ, հարգելի գործընկերներ, ես ձեզ ասում եմ, որ իմ համար անձնապես ու մեր գործընկերների համար տարբերություն չկա, ով է կատարում խախտումը, ով է թաթախված կոռուպցիայի մեջ, դաժե ավելին ասեմ, կա տարբերություն, որտեղ ձեր կողմից կոռուպցիայի մեջ թաթախված, ավարտում եմ, ձեր կողմից կոռուպցիայի մեջ թաթախված մարդը, ով ընդդիմադիր է հիմական բան, իմ համար օրինաչափություն է։ Մեր կողմից եթե կա մարդ, որ այսօր կարող է գա ինձ բարևի ասի ցավը տանեմ, հետո ես իմանամ, որ ինքը կոռուպցիայի մեջ թաթախված է։ Ինքը իմ համար ոչ թե հասարակ սրիկա է օրինակ, ինքը իմ համար սրբապիղծ սրիկա է, որտեղ ինքը պղծում է այն բոլոր արժեքները, որոնց որ հավատացել է այս ժողովուրդը այս քաղաքական թիմին ձայն տալով։ Էդ է իմ համար տարբերությունը։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։